Հայաստանում մեկ շաբաթից կայանալու է ընտրություններ, եւ այդ ընտրություններից է կախված, թե ինչ ապագա է ունենալու Հայաստանը մոտակա 5 տարում։ Ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական ուժ, այս 18 քաղաքական ուժից բոլորը, բացի մեկից, համարում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դա 29800 քառակուսի կիլոմետր է։ Այսինքն 100 տարի առաջ տեղի ունեցած ռուս-թուրքական օկուպացիան Հայաստանի Հանրապետության համարում են օրինական եւ այդ օկուպացիայի արդյունքում գծած սահմանները համարում են օրինական։ Եվ միայն ազգային ժողովրդավարական բևեռն է, որ համարում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանը որոշվել է Ուդրո Վիլսոնի իրավարար վճռով եւ ազգերի լիգայի զեկույց առաջարկով։ Այս փաստաթղթերը մինչեւ այսօր գործում են եւ համարվում են օրինական։ Ողջույն ընկերներ, խոսելու ենք Նիկոլի իբր հակառուս եւ իբր արևմտամետ լինելու մասին։ Վերջին տարիներին իշխանության ներկայացուցիչների, վերլուծաբանների, մեդիայի կողմից մեր հանրությանը փորձում են համոզել, որ Նիկոլը Հայաստանը տանում է Ռուսաստանի ազդեցությունից դեպի արևմուտք։ Եկեք մի փոքր խոսենք նախապատմությունից։ 2010-ականների կեսերից Ռուսաստանն իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար մտավ Սիրիա, պաշտպանեց Բաշար Ասադի ռեժիմը տապալումից, այնուհետև 2014 թվականին ներխուժեց Արևելյան Ուկրաինա և Ղրիմ, զավթեց Ղրիմը և Արևելյան Ուկրաինայի որոշ շրջաններ։ Հիշեցնեմ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կար դելիմիտացված, դեմարկացված սահմաններ, երկու պետությունները ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը և Ռուսաստանը արևմուտքի հետ միասին երաշխավորել էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն դա չխանգարեց Ռուսաստանին 2014 թվականին ներխուժել Ուկրաինայի տարածք և օկուպացնել նրա տարածքների որոշ հատված։ Ուկրաինացիներին հաջողվեց լուրջ դիմադրություն ցուցաբերել ռուսական զավթիչների դեմ և կանգնեցնել ռուսական առաջխաղացումը դեպի Ուկրաինայի խորքը։ Դա հանգեցրեց նրան, որ Պուտինը որոշեց կանգնեցնել ժամանակավորապես պատերազմը և նախապատրաստվել Ուկրաինայի զավթմանը ավելի լուրջ։ Դրա արդյունքում նա պայմանավորվածություններ ձեռք բերեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այդ պայմանավորվածությունները կայանում էին նրանում, որպեսզի Թուրքիան մոտակա պատերազմում լինի չեզոք և լինի ծածուկ Ռուսաստանին օժանդակողը։ Իսկ ինչ էր ստանալու Թուրքիան իր չեզոքության դիմաց մոտակա ռուս-ուկրաինական պատերազմում։ Այդ չեզոքության գինը ազդեցությունն էր այսօր Կովկասում։ Ռուսաստանը իր ազդեցությունը զիջելու էր Թուրքիային։ Այսինքն ինչ էր ստացվում։ Ռուսաստանը այսօր Կովկասում ուներ ազդեցություն միայն Հայաստանի վրա։ Ռեալ ազդեցություն նա ուներ միայն Հայաստանի վրա։ Վրաստանն արդեն վաղուց անցել էր արևմտյան ազդեցության գոտի, Ադրբեջանը Թուրքիայի ազդեցության գոտին էր և միայն Հայաստանն էր, որ ռուսական ազդեցության գոտում էր գտնվում։ Այսինքն ստացվում էր, որ Ռուսաստանը զիջում է Հայաստանը Թուրքիային ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի չեզոքության դիմաց։ Իսկ ինչպես իրականացնել այդ գործարքը այնպես, որպեսզի չլինի լուրջ դիմադրություն հայ ժողովրդի կողմից և Ռուսաստանը չդիտարկվի որպես բացահայտ թշնամի հայ ժողովրդի աչքում։ Իշխանության բերվեց մի անձ, ով ընդունելի էր հայ ժողովրդի կողմից, ում միջոցով էլ իրականացվեց այդ գործարքի առաջին փուլը՝ Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Հիմա անդրադառնանք այս իշխանությունների իբր հակառուսությանը։ Այդ ինչպես է ստացվում, որ 8 տարի է, որ նրանք իշխանության են Հայաստանում և 8 տարվա ընթացքում այդպես էլ Հայաստանը դուրս չեկավ որևիցե մի ռուսական կազմակերպությունից։ Դա կլինի ՀԱՊԿ, դա կլինի ԵԱՏՄ կամ ԱՊՀ։ Այդպես էլ Հայաստանը մնաց ռուսական ազդեցության գոտում։ Բացի այդ, Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ, կարելի ասել կրկնակի կախվածության մեջ ընկավ ռուսական տնտեսությունից։ Հիմա հարց. սա արդյոք հակառուսություն է։